Ես կուզենամ միջև անցնելը խոսքին, միջև անցնելը այդ ամբողջ բացատրությանը, ես կուզենամ միասին մի համար կարդանք Սաղմոս 4-րդ գլուխը, 4-րդ համարը, ասում է Աստծո խոսքը, երբ բարկանաք մի մեղանչեք խոսքեր, ձեր սրտերի հետ, ձեր անկողիններում եւ լուր մնացեք։ Գիտեք, շատ անգամ լինում է ընկնում են կոնֆլիկտների մեջ, ու գիտեք, երբ որ հասնում ենք մեր տեղաշորին, Աստծո խոսքը ասում է, խոսացեք ձեր սրտերի հետ, ձեր անկողիններում։ Գիտեք, մեր լեզուն մի հետարքիր բան անում, համ խոսքի մեջ խոսում է, համ ուտելիքի մեջ էլի օգտագործում ես, չէ, խոսքը, լեզուն։ Գիտեք, բայց լեզուն մի հետարքիր բան է, շատ անգամ չի հնազանդվում մեզի։ Ու գիտեք, շատ անգամ մեր լեզվի պատճառով մենք ընկնում ենք ծուղակը։ Գիտեք, կենդանիներն էլ լեզու ունեն, բայց իրանք անխոսք են ասում, չէ, իրանք չեն խոսում։ Կա կենդանիներ, երկու կենդանի, որ Աստվածաշնչում խոսացել են, բայց ես չեմ ուզում այսօր կենդաններից խոսամ, ես ուզում այսօր մեզանից խոսամ, յուրաքանչյուրիցս։ Ուրեմն սիրելիներս, լեզուն օգտագործում ենք ամեն բանի մեջ։ Գիտեք, շատ անգամ այնքան ենք խոսում, եղել է, որ մարդը բան է պատրաստվում մեր հետ խոսալու, հետո ասում ենք, բայց այս մարդը խի չխոսաց։ Հիմա ասես մի հատ հարց, այս մարդը խի չխոսաց։ Գիտեք, ինչ եմ վերնագրել, խոսքեր լռության մեջ։ Սենց ենք վերնագրել այսօրվա պատգամը։ Հիմա հարց, խի այդ մարդը չկարողացավ խոսալ իմ հետ։ Գիտեք ինչի համար, որովհետև մենք անդադար խոսում ենք, անդադար, համ մենք մեր տեղն ենք խոսում, համ մեր դիմացինի տեղն ենք խոսում, համ բոլորի տեղն ենք խոսում։ Գիտեք, Աստծո խոսքը Սաղմոսների մեջ մի հետարքիր բան կա գրած, ասում է բերանից ծանձդիր։ Գիտեք, դեր ծանձում են դնում ձիերին, չէ, որ կարողանան կառավարեն, կենդանիները ոնց է, որ կապում են, որ կարողանան կառավարեն։ Օրինակ, մի հետարքիր բան կա, նայեք, նավը, պատկերացրեք, եկամ մեծ նավը, երբ որ շարժվում է տեղից, մեկ է տենում եք նավապետի ձեռքս, ես մի հատ ղեկա, պուջուր, ինքը ամբողջ այս պուջուր ղեկա, այս ամբողջ նավը կառավարում է, պատկերացնում եք, չէ, սամալյոտը թռնում է, ես մի հատ պուջուր ղեկա, այդ մի պուջուր ղեկով ինքը ղեկավարում է սամալյոտը, հիմա հələ պատկերացրեք, որ այդ ղեկը չլինի, ուր կեթա սամալյոտը կամ նավը ուր կեթա, կեթան, չէ, որտե ջրի հոսքերն է, անդե կեթա, որ կոմը, որ բռնեց, այդ կոմն էլ կեթա կշարժվի։ Հիմա Աստծո խոսքը ասում է սանձ դնենք, որովհետև մեր լեզուն շատ անգամ խոսում եւ մեզի տանում գցում ծուղակը։ Այսօր Աստվածաշնչյան համարներ կկարդանք ու կհասկանանք ինչ կարող անել մեր լեզուն մեր հանդեպ։ Եթե մեր հանդեպ ինքը անում է, մեզի գցում է ծուղակը, պատկերացրեք դիմացինին ինչ կանի։ Գիտեք, մի հետարքիր բան կա, ասում ենք Աստված չի խոսում մեր հետ, Աստված լռել է։ Գիտեք, Աստված չի լռում։ Աստված այնքան հարգանք ունի մեր նկատմամբ, որ ինքը սպասում է մենք երբ պիտի վերջացնենք մեր խոսալը, որ Աստված սկսի խոսալ մեր հետ։ Այսօր գալու ենք կարդանք Աստվածաշնչյան համարներ, թե Աստված ինչի միջոցներով կարող խոսա մեր հետ։ Գիտեք, այսօր ես կուզենամ, մենք եղբայրներով շփվել ենք, շատ ենք շփվել այս հարցի շուրջ, Աստվածաշնչյան այս թեմայի շուրջ։ Երբ որ Միքայել հրեշտակապետը, գիտեք, պատերազմ էր անում սատանայի հետ, երբ որ վիճում էին իրար հետ,
Սատանան եկել էր, որ Մովսեսի մարմինը վերցներ։ Եկեք բացենք Հուդայի առաջի գլուխի 9-րդ խոսքը ինչ ասում։ Ասում է այն դեպքում, երբ Միքայել հրեշտակապետը Սատանայի հետ վիճելով պատասխան էր տալիս Մովսեսի մարմնի մասին, չհամարձակվեց հայոյանքի խոսքեր ասելով դատապարտել, այլ ասաց. Տերը թող քեզ նախատի։ Գիտեք, ուրիշ թարգմանության մեջ ասում է թող Տերը քեզ հանդիմանի։ Հիմա նայեք, սիրելիներ ջան, իշխանություն ուներ, որտեղ ինքը հրեշտակապետ էր։ Գիտեք, Սատանայի նպատակներից մեկը էր, որ Մովսեսի մարմինը գողանար տաներ, վերցներ տաներ, ինչի համար։ Տաներ, որ Իսրայելի ժողովուրդը կռապաշտություն անեին, կուրք անեին, սրբավայր անեին, բայց չէ որ Աստված ասում է կուրքեր չպիտի լինի, չէ, Աստծո խոսքի մեջ։ Սատանայի նպատակը այդ էր, որ մեզի Աստծուց հեռացնի դեպի կուրք։ Դրա համար հիմա ստե կարևոր մի բան, հրեշտակը Միքայել հրեշտակապետը ասեց, թող Աստված քեզ հանդիմանի, չհամարձակվեց ժողովուրդ ջան, ոչ հայոյանք ասի, ոչ ինչ-որ մի վատ խոսք ասի, ինքը իր խոսքը թողեց Աստծուն, որովհետև Աստծունն է վերջի խոսքը։ Գիտեք, շատ անգամ էլի ասում եմ, խոսում ենք, մտածում ենք ինչի համար Աստված չի խոսում մեր հետ։ Ես շատ եմ մտածել դրա մասին, հետո մտածել եմ, որ Աստված, բայց ոնց կարա խոսա մեր հետ։ Չէ, Աստված ոնց կարա, Աստված ամեն ձև կարա խոսա մեր հետ, ամեն ինչով, գիտեք, մի հետարքիր բան կա, որ լռության մեջ, հենց լռության մեջ ա խոսքերը, երբ որ լուր մնում ես, երբ որ լռության մեջ ես տիրում, չէ, մեկ էլ ձայներ ես լսում ականջիդ մեջ, չէ, երբ որ սրտով սկսում ես քննել, մտքով տրվում ես, գիտեք, Պողոս Արաքյալը ասում է սրտով աղոթում եմ, մտքով աղոթում եմ։ Իսկ այնքան լավ կարևոր բան է, որ մենք ունենանք սրտի ու մտքի հետ միաբանություն։ Գիտեք, մի հետաքրքիր բան կա, Աստծո խոսքի մեջ շատ են աղբերները խոսացել, հովիվները խոսացել գինու համար։ Ինչ է գինին։ Մենք գիտենք, որ մենք գինին օգտագործում ենք հաղորդության ժամանակ, ժողովուրդ ջան, բայց գինին շատ անգամ տանում է կործանման, միշտ տանում է կործանման։ Գիտեք, գինին անուններ ունի, մի հետաքրքիր բան կա, ասում է, երբ որ գինի ես օգտագործում, երբ որ դուրս ես գալի քո սահմաններից, արդեն գինով ցած ես լնում, 0199 ֆիլմը բոլորս տեսել ենք, չէ, ընդ ասում է գինին շառա։ Գինին շառը, հիմա այստեղ կկարդանք, թե ինչի համար է գինին շառ, ժողովուրդ ջան, գիտեք, մի հետարքիր ծննդոց 9-րդ գլուխը, գիտեք, Նոյը 3 տղա ուներ, երբ որ Նոյը եկավ Արարատ լեռան վրա իջան, ինձ մի անգամ ասեցին, որ Նոյը 4 հատ տղա ունի, ճիշտ ասած շատ զարմացա, ասի, ես կարծացել եմ, բայց 3 տղուն գիտեմ, 4-ին չեմ ճանաչում, այդ որտեղ է գրած 4-ի մասին, միտեղ գնացել էինք տնային խմբակ, հետո ասին, բա 4 հատ է բան, ես ասի, հələ կային եք, հələ ձեր աստվածաշունչը բերեք, ես էլ աստվածաշունչով էի գնացի, իմ աստվածաշունչը բացում եմ, ասում եմ, չէ, ոնց որ 3 հատ է իմ մոտ գրած, ասում եմ, ոնց 4 հատ է, ասում եմ, բայց իմ մոտ 3 հատ է գրած, նայում եմ իաս մոտ էլ է 3 հատ գրած, ասում եմ, բայց 4-ով, ասում եմ, Քանանը, ասում եմ, Քանանը էդի որդի չի, Քանանը էդի քամի երեխեն է, իրա թորը, գիտեք մի հետարքիր, տեղ եմ ուզում կարդամ, Ծննդոց 9-րդ գլուխ 20-րդ խոսք, ասում Նոյը սկսեց մշակել հողը և մի այգի տնկեց, խմեց դրա գինուց, հարբեց
եւ մեր բարկած էր իր վրանում։ Ասма Նոյը այգի տնկեց եւ իր բերքից, խաղողի բերքից գինի արեց ու խմեց։ Եվ ասում է մերկ իր վրանում բարկած էր։ Գիտեք, ես որ կողքից նայում ես, ուրիշի վրանում չէր բարկած։ Ինքը իր վրանում էր բարկած, փակ էր։ Չէ՞։ Նայեք, գինին արդեն մերկացրել էր Նոյին։ Գինին արդեն հանվածրել էր Նոյին։ Գիտեք, եւ Քանանի հայրը, Քամը, տեսավ իր հոր մերկությունը եւ դրսում պատմեց իր երկու եղբայրներին։ Ասում է Քանանը, Քամը ասում է մտավ ու տեսավ իր հոր մերկությունը։ Հերը մեր պարկած է։ Սես բան ինքը չէր տեսե։ Ինքը սես տեսավ զարմացավ։ Ու գիտեք ինչ արեց։ Վազեց դուրս ու սկսավ իր երկու եղբայրներին պատմել։ Այն ժամանակ ութոքի էին։ Այդ երկերի, այս ամբողջ երկերի վրա ութոքի էին։ Նոյը, Յակինը, 3 տղաները եւ հարսները։ Երևի էին միլիոնավոր մարդ, երևի վազեր միլիոններին պատմել, ասել պապա մեր պարկած է։ Բայց ինքը եկավ երկուսին, երկու եղբայրներին ասեց, հələ գնացեք տեսեք պապա մեր պարկած է։ Ու գիտեք մի հետաքրքիր բան կա։ Ես չկա դες բան գրած, բայց իմ կարծիքն եմ ասում, ես հավատում եմ, որ կարող է իր կնոջն էլ ասած լինի։ Կարող է գիտեք, իր կնոջն էլ ասած լինի, գիտես, պապայիս մտա պապայիս վրանը, տեսա մեր պարկած է։ Բայց մի հետաքրքիր բան կա, ասում է Սեմը եւ Հաբեթը հանդերձ նառան եւ իրենց երկուսի ուսերի վրա դրեցին ու ետ գնալով ծածկեցին իրենց հոր մերկությունը։ Ժողովուրդ ջան, ուրեմն այսպես վերցնում են հանդերձները, իրար վրա են դնում այսպես, երկու աղբեր, իրանց հայրը պարկած է, ու իրանք այսպես մեջքան ծեթում են եւ ծածկում են իրանց հոր մերկությունը։ Գիտեք, ասում անգամ չնայեցին, իրանց հայրն էր, իրանց մտքով չանցավ, անգամ չանցավ, որ ուշադրություն միա դարձեն, այդ մերկը որն է, այդ ոնց է մերկ պարկած, այդ ինչ արը, որ մերկ պարկել է։ Բայց գիտեք, մի հետաքրքիր բան կա, կան մեր քուր աղբերներից, մեր մոտիկներից, մեր հարազատներից, ոմանք գալիս են խոստովանություն են անում, գիտեք, մի երկու օր առաջ կամու աղբոր հետ խոսում էինք խոստովանության համար ու մի հետաքրքիր բաներ ասում է որ գալիս ենք խոստովանում ենք, չէ, հիմա պատկերացրեք, ես չեմ խոսում հիմա ֆիզիկական մերկության մասին, ես հիմա խոսում եմ հոգևոր մերկության մասին, հիմա եթե մի քուր կամ մի եղբայր գա ձեզի խոստովանի ու ասի գիտես, սենց խնդիր եմ ունեցե, ընգել եմ սենց խնդիրի մեջ, գինին բռնել է ինձի, հայոյանքը բռնել է ինձի, հիմա մենք ինչ ենք, մերկություն բացողենք ժողովուրդ ջան, մենք մերկություն բացողենք, կամենք, վազենք բոլորին ասենք գիտես, այս քուր ընգելաշանության մեջ, այն աղբեր ընգելա սրա մեջ, այնիս ընգելա նրա մեջ, մենք ինչ ենք ժողովուրդ ջան, մերկություն բացող ենք, թե մերկություն փագող։ Գիտեք, ասում ասեմ ու Հաբեթը ասում իրար վրա գցեցին, անգամ չնայեցին։ Ես մի հատ դեպք եմ ուզում պատմեմ, գիտեք, մի անգամ եկեղեցում նստած էի մեկ էլ մի քուրիկ նստած էր պրարեխով էր, երկաշճոր էր հակած, պրոստը ինքը պրարեխով էր, նստած էր շատ անհարմար վիճակի մեջ ես ընկա, ես ժողովուրդ ջան նայեք, ես տեսա այդ տեսանելիքը, իմ աշկից դեմ էր այդ ամբողջը, բայց գիտեք ինչ արեցի, սիրուն, եկա, անգամ ինքն էլ չնկատեց, ես քիչ յան մոտիկացա, ես մոտիկացա, հետևան ցենց կայնած, ինքը իմ հետևը նստածա, գիտեք, եթե մոտիկանում ես մեկին, ինքը արդեն պետք է զգա, որ խոսքի կամ մի հատ շարժվի, կամ մի հատ դզվի, չէ, բայց զգացի, որ ընդհանրապես նոլ վնիմանի էր սենց, այսինքն 0 էր։ Ես եկա սենց կանգնա հետևը, շատ քիպ կանգնա իր հետևը, ոչ մեկ չտենա։
ու մեր քուրիկներից մեկին սենց աշկով սենց արի, ասի մոտիկացավ, մեկ էլ ասեցի չեղ է, աղբերը, ասի կարող է ինքը չի հասկանում, բայց խնդրում եմ, իրան ասա թող ծածկվի։ Ես հիմա ասում եմ, որ մենք սովորենք, ժողովուրդ ջան, դու գիտեք, ինձ կներեք ես բարեմար որ ասում եմ սովորեք, ես սովորեմ, էլի ավելի որ կարողանամ, ավելի խորագետ լինեմ։ Գիտեք, չգնացի ասի, հələ սրա ոտը նայեք, հələ նրա ձեռը նայեք, հələ նրա այսիշ տեղը նայեք, ինչ բաց է, ինչ փակ է։ Չէ, ես կանգնեցի, քուրը գնաց, ինքն էլ խառնվավ իրար։ Ասեց Արտուր աղբեր, մի րոպե, ու ես գնացի, իսկ ինքն էլ չիմացավ, ես ընդ կայնած էի, կայնած չէր թեխի էի, կայնած, ես գնացի ինքը իմ տեղը կայնած, հետո ասեց անցի մի հատ նստեմ, այդ անցնելու ընթացքում սաղ եկավ իր տեղը։ Գիտեք, շատ կարևոր է, որ քո քուրդ կամ եղբայրդ վստահի քեզ, որ իա նեղությունը գա քո հետ կիսվի։ Գիտեք քո գործողությունը որն է։ Քո գործողության առաջի էտապը ծնգես իր խնդիրների համար։ Գիտեք, ոչ թե վազես, մերկություն բացես, այդ ծնգած մերկությունը փակես, այնքան աղոթես այդ քրոջ համար, այնքան աղոթես այդ աղբոր համար։ Գիտեք, երբ կզգաս, որ դու աղոթում ես, երբ որ զգաս տկարացել արդեն քո ծնգները արդեն ցավում է, իր համար ծնգի ես եկե։ Գիտեք, մենք հիմա շատ դժվար է, մենք մեր համար ենք դժվարությամբ ծնգի գալի, ժողովուրդ ջան։ Բայց Աստված ուզում է, որ ծնգի գանք, խոնարհվենք, գիտես, եղբորդ ու քրոջդ համար բարեխոսական աղոթ բարձրացնես։ Ասում եւ ծածկեցին իրենց հոր մերկությունը։ Նրանց երեսները դեպի ետ էին, եւ նրանք իրենց հոր մերկությունը չտեսան։ Ասում բայց երբ Նոյը սթափվեց իր գինուց եւ իմացավ ինչ որ արել է իրեն իր կրտսեր որդին, ասում անիծեց Քանանին։ Գիտեք, չանիծեց որդուն, ասեց անիծեց Քանանին։ Սիրելիներ ջան, ես կուզենամ, որ խորենք մեր սրտերում, այմա ինչ խոսում ենք, ես կուզենամ դուք յուրաքանչյուրդ ունեք ձեր վկայությունը, ինչ որ մեկին մոտիկացել եք, մեկի հետ կիսվել եք, դուք ոնց կզգայիք այդ պահը, ոնց կտանեիք այդ պահը, եթե իմանաք ինչ որ երրորդ մարդ գիտի ձեր խոստովանության մասին։ Այդ չեք խոստովանել, չէ՞ այդ մեկի մոտ։ Որովհետև ում մոտ որ խոստովանում ես, այդ խոստովանությունը դու եւ Աստված։ Պատմողին ես նկատի ունեմ, ում որ պատմել եք։ Դրա համար սիրելիներ ջան, այսօր սովորենք մերկություն փակել, այսօր սովորենք մերկությունը ծածկել, անգամ մենք էլ չնայելով այդ մերկությանը, գիտես, ինչ որ մեկի համար փակես մերկությունը, բայց քո համար բացես, վայ մեզի։ Մեր մեջ պետք է մահանա, եթե մեր մեջ բան են պատմում, մեզի բան են խոստովանում, մեր մեջ պետք է մահանա դա, ժողովուրդ ջան։ Եթե ինքը կուզենա պատմի պատմողը, ինքը թողա մոտիկանա, ասի ես ուզում եմ պատմեմ երրորդ մարդկանց էլ, չորրորդին էլ։ Այդ իր խնդիրն է, բայց խնդիրը այն է, որ դու չպատմես։ Կլինես մեծ խնդիրի առաջ կանգնես, ժողովուրդ ջան։ Աստված հարցում կանի, եւ մենք չենք կարողանա այդ հարցի պատասխանը տանք։ Սիրելիներս, ես կուզենամ Աստվածաշնչյան մի թագավորի մասին խոսամ։ Այս թագավորի մասին բոլորս լսել ենք, բոլորս կարդացել ենք։ Աստված ասում է իմ սրտի համեմատ մարդ, դա որ Դավիթն է, ես կուզենամ Դավիթից խոսամ։ Գիտեք, Դավիթը մեր հովիվ գորը անցյալ
Կիրակի քարոզ տվեց, ինչ ես տեսնում։ Գիտեք, հենց ինքը այս համարից էլ եկավ, խոսած, այս համարից էլ, այս Դավիթի համար, խոսած այդ համարից, բայց ես այդ համարի մեջ մի հատ ուրիշ բառ կա, իսկ ուզում այդ բառի վրա մենք խոսանք, գիտեք, հովիվ ասեց, Դավիթը տեսավ, չէ, հիմա ինքը տեսավ, մենք ինչ ենք տեսնում, կամ մենք տեսնում ենք, ինչ ենք նայում, գիտեք, ես մի անգամ, մի քանի օր առաջ ասում էի, տեսավ, նայեց, հետո ես հիշում եմ փուչոր ժամանակ ինձ ասում էին, բա չես տենում, մենի ասում էին ինչը, բա չես տենում, ասում եմ ինչը, մեկը գիտեք ինչ էին անում, մատը բերում էին, ասես պահում էին դրա վրա, ասում էին դելը մատից ուղությամբ նայի, ասես մատի ուղությամբ նայում ու տեսնում էի։ Երևի եղել է մի քանիսից մոտ եղած կլինի, այդպես փուչոր վարտած, ես ցույց էին տալի մատերով, ասես չես տենում, բայց մատով ասես պահում, ասես մատից ուղությամբ նայի ու տեսնում էինք։ Հիմա գիտեք մի հետաքրքիր բան կա։ Դավիթը ասում է Պաշտը հելավ ասում է և ասում է բանում տեսավ Ուրիայի կնոջը Ուրիան էլ մի եղբայր, մի հավատարիմ զինվոր, թիկնապահ, զորքերի պետ, լիքը բան կարելի ասել։ Իր հավատարմությունը Դավիթ թագավորի նկատմամբ այնքան մեծ էր, որ անգամ չեմ անում տենց հավատարիմ զինվորներ շատ քիչ է, տենց հավատարիմ ծառայողներ կարելի ասել ժողովուրդ ջան։ Դավիթը տեսավ Ուրիայի կնոջը եւ խոսեց, ասեց, ում կինն է։ Երկրորդ թագավորաց 12:5-9 Գիտեք, Դավիթը տեսավ, խոսեց, ասում այս ում կինն է։ Արդեն Դավիթի սիրտը շարժվել էր։ Ուրիայի կնոջը երբ որ տեսել էր, Դավիթի սիրտը շարժվել էր։ Ու մի հետաքրքիր բան, Դավիթը հասկացավ, որ ինքը արդեն ցանկացել է, որ ինքը արդեն խոսքով բռնվել է, խոսքով ընկել է մեղքի մեջ։ Գիտեք, Դավիթը մի հետաքրքիր բան արեց։ Ինքը հրամայել էր, որ բերեն, ինքը արդեն հետաքրքրվել էր, բայց մի հետաքրքիր բան արեց, ասում է, եւ Դավիթը լռեց։ Դավիթը ես սխալ զգում էր, ժողովուրդ ջան, օրինակ Դավիթի ու Սավուղի տարբերությունը նա էր, որ Դավիթը շատ արագ կարում էր ապաշխարել։ Շատ արագ։ Սավուղը չէ։ Մենք գիտենք Սավուղի քայլերը։ Տեսանք Սավուղը անհնազանդություն արեց, Աստծո խոսքը չպահեց ու Աստված իր ձեռքը քաշեց Սավուղի վրայից, բայց Դավիթ թագավորը շուտ գիտակցում էր իր սխալը։ Ու գիտեք, Դավիթը երբ որ լռել էր, պատասխանի էր սպասում։ Դավիթը հասկանում էր, որ հեսա մի բան կատարվելու է։ Դավիթը սպասում էր, որ հեսա Աստված պետք է իր հետ խոսա։ Ու մեկ էլ Նաթան մարգարեն գալիս է։ Նաթան մարգարեն գալիս է, ասում է մի հարուստ մարդ կար, բան է պատմում, մի հատ պատմություն է պատմում, ասում է մի հարուստ մարդ կար, լիքը արջառներ, ոչխարներ, ամեն ինչ ուներ։ Ամեն ինչ, շատ հարուստ էր։ Ասում է եւ կար մի աղքատ մարդ, այս աղքատ մարդը իր ամբողջ ունեցածը մի հատ գառ էր։ Էլ ավել ոչ իման չուներ, այդ մի գառն էր։ Եվ ասում է այս հարուստի մոտ մի հատ բարեկամ է գալի։ Ու ինքը իր այդ ամբողջ ունեցվածքը, որ կա, որ պետք է հյուրասիրություն անի, իր ամբողջ ունեցվածքից ինչ-որ մի բան չի վերցնում։ Ինքը նայում է այդ աղքատի գառին ու այդ աղքատի գառը վերցնում է, հյուրասիրություն անում։ Ու գիտեք, ու ասում է, կերակուր պատրաստեց իր մոտ եկած մարդու համար։ Հիմա Նաթան մարգարեն հարց է տալի Դավիթին։ Դավիթը խիստ բարկացավ այդ մարդու վրա եւ ասաց Նաթանին. կենթանի է Տերը, որ այդ բանը անող մարդը արժանի է մահվան։
Գիտեք, մի հետարքիր է, Դավիթը մի բանից ուրախացավ, ինքը ուրիշ բաներ սպասում, ասում նստած ասում էր, հեսա Տերը գալու է, հեսա Տերը խոսալու է, Տերը ասելու է, մեղք եմ գործե, սխալ բան եմ արել, բայց Նաթան եկել է ուրիշ հարց է բարձրացրել։ Ուրիշ երկու մարդուց է խոսում, մի հատ հարուստ, մի հատ աղքատից։ Եվ Դավիթը սրտում ասում էր, էսի անցավ։ Այս գառը կերան, ինձ Աստված բան չասեց, ես էլ ճիշտ պատասխան եմ տալիս, ասում եմ, այդ բանը անող մարդը արժանի է մահվան։ Եվ այդ գառան համար պետք է քարապատիկ հատուցի, որովհետև նա արեց այդ բանը, քանի որ գութ չունեցավ։ Գիտեք, ասում է այն ժամանակ Նաթան ասեց Դավիթին, այդ մարդը դու ես։ Այսպես է ասում Տերը, Իսրայելի Աստվածը, ես քեզ թագավոր օծեցի Իսրայելի վրա և ես քեզ ազատեցի Սավուղի ձեռքիցը։ Քանի անգամ Սավուղը ուզում էր սպաներ, որովհետև Սավուղը տեսնում էր Տերը օծել է Դավիթին, Տիրոջ օծությունը Դավիթի վրա է։ Դավիթը ժամ առ ժամ, վարկյան առ վարկյան զորանում էր, մեծանում էր, հոգով լցվում էր։ Գիտեք, ստե մի հետաքրքիր բան ասում, Տեր Աստված ասում է 8-րդ համարում, ասում է քեզ տվեցի քո տիրոջ տունը եւ քո ծոցը դրեցի քո տիրոջ կանանց եւ քեզ տվեցի Իսրայելի եւ Հուդայի տունը։ Եվ եթե այս բոլորը քիչ էին, այն ժամանակ կրկնակի կավելացնեի։ Ձեներս պատկերացնում եք։ Տեր Աստված ասում է, եթե այս ամենը ինչ տվել եմ քեզ, եթե սա քիչ էր քեզ համար, ես ասում եմ, ինձանից ուզեիր, ես քեզ կավելացնեի, կշատացնեի, կլցնեի։ Տվողն Աստվածն է, լցնող Աստվածն է, ավելացնող Աստվածն է։ Ասում եմ ուզեիր, ես կլցնեի, Դավիթ, խի արեցիր դա, որ արեցիր։ Շատ անգամ մոռանում ենք Աստված ինչ ա մեզի խոստվել, ժողովուրդ ջան։ Աստված իր խոսքի հետևը կանգնած է։ Աստված երբեք ոչ մի բան չի ուշացնում։ Մի բան Դավիթը զգաց, հա, ուշացել է, հələ կայնի, էսի իմն է, այն իմն է, ես թագավոր եմ, ինձ ամեն բան կարելի է։ Ամեն բան չի կարելի։ Սիրելիներս, երբ որ Աստված խոսում է քո հետ, երբ որ ասում է կարելի է, այդ ժամանակ կարելի է քեզ։ Բայց երբ որ Աստված չի խոսացել ոչ մի բան, դա քեզ չի կարելի։ Ասում է ինչու անարգեցիր Տիրոջ խոսքը եւ չարիք գործեցիր նրա աչքի առաջ, սրով սպանեցիր քետացի Ուրիային եւ նրա կնոջը քեզ համար կին առար, իսկ նրան սպանեցիր Ամոնի որդիների սրով։ Ուրիան մի հավատարիմ, էլի եմ ասում, մի հավատարիմ ծառա էր, զինվոր էր, ինքը նոր էր եկել, գիտեք ինչ էր անում, ինքը երբ որ գալիս էր պատերազմից, ինքը տուն չէր բարձրանում, Բաց շտանգում ասում էր, Դավիթի դռան մոտը նստում էր, տուն չէր բարձրանում, այդքան հավատարիմ էր ինքը Դավիթի հետ, այդքան ինքը իր սիրտը տվել էր Դավիթին, բայց գիտեք, մի խոսքը Դավիթին գցեց համ շնության մեջ, համ սպանության մեջ, այսօր ժողովուրդ ջան, մի խոսքը կարա մեզի գցի անես ծուղակը, Գիտեք, ես կուզենամ մի վկայություն պատմեմ, ուրեմն մի երիտասարդ շատ մեծ գումարներ էր պարկ, 2 հոգու, մի հոգու առաջինը շատ մեծահարուստ մարդ, ու ես անձամբ ճանաչում եմ, և երկրորդը
էլի այդքան շատ մեծ հարուստ չէին, բայց էլի հարուստ էին, երկուսին շատ մեծ գումարներ էր պարկ, ես ասեմ միլիոնների թիվ էր, սա սերիներս անենց մի հետարքեր է, որ մի եղբոր խնդրում են, որ այդ եղբայրը իր հետ օր անցկացնի, քանի որ ինքը խոստացել էր իրանց պարկերը փակի, մարի, բայց մի միջոցով, որ պետք է իրան ժամանակային, որ ինքը աշխատեր, այդ ժամանակի ընթացքում քիչ-քիչ հարցերը լուծեր։ Ու գիտեք, այս մի կողմին տալիս է, այն մյուս կողմին չի տալիս։ Դե քանի որ այս մի կողմին տալիս է, սա գիտեն այս մի կողմը շատ մեծ հարուստ է ու ինքը ավելին սենց ասեմ Ռուսաստանի, անգամ Հայաստանի մասշտաբով սենց հարցեր կարող են լուծել։ Իր հարստությունը հերիքում այլ կամ կարողանա հարցեր լուծի։ Գիտեք, բայց այս երկրորդ կողմը այդում դիմում է ուրիշ մարդկանց, ովքեր որ ուրիշ ձևով են վերցնում գումարները։ Ու գիտեք, երբ որ այդ եղբորը մոտիկացան, ասեցին այս երիտասարդը, որ քո հետ ման ա գալի, մեզ էլ ա փող պարկ, այդ աղբերը ասեց, դե ինքը մեր ղեկավարին էլ ա պարկ, իմ տնօրենին էլ ա պարկ, իրանը կփագի, հետո վերցրեք, թող ձեր համար աշխատի, ձերը փագի։ Գիտեք, իրանց գործելությունը մի հետարքիր բան է, ժողովուրդ ջան, որ բոլորդ ուշադիր լինեք, ինչ եմ հիմա ասում։ Ուրեմն իրանք սկսեցին մոտիկություն անել, մոտիկություն այդ եղբայրի հետ, այդ եղբայրն էր հոգևոր եղբայր էր։ Գիտեք, շատ անգամ հետո 1-2 զանգերով, ինչ եղավ փողը, այդ աղբերը ասում, բա ինձ եք զանգում էլի։ Դու ասում դու ես իա այդ մանգալի, բան, սեն, ասում հայթո ինչ ես եմ այդ մանգալի, հո ես այդ պար չեմ։ Բա ինչ եղավ, աշխատում, բա ինչքան է աշխատում, ու այսպես իրանք գիտեք, սենց վստահություն ձեռ բերեցին ու մի հետարքիր օր այս աղբերը որ չի կարում, այս երիտասարդը չի կարում այդ պարկերը փակի, այս մեծահարուստին ասում է, ես պետք է եթամ քաղաքից, եթամ աշխատեմ, ինձի գործ են առաջարկեմ շատ մեծ, որ ես կարողանամ քո հարցերը լուծեմ։ Այս մեծահարուստ ընտանիքը համաձայնվում է եւ բաց են թողում։ Գիտեք, երկրորդ կողմը զանգում են այդ եղբորը, այդ հոգևոր աղբորը, ասում են, բա լսել ենք ինքը եթում է, ուսի ասի, եթում է։ Պետք է մարդը աշխատի, որ կարողանա հոգսերը հոգա։ Գիտեք, մի հետարքիր բան եղավ, բա որ չգա։ Սենց մի հատ հարց են տալի, այդ եղբորը ասում է, բա որ չգա։ Ասում է, ոնց չգա։ Ոնց չգա, եթե այս մարդուն գնացել են եսին որ քաղաքից բռներ բերել են, ուրեմն իրանք այդքան հնարավորություն ունեն, որտեղ պահքեւի կբռնեն կբերեն։ Բա որ չեկավ։ Այդ աղբերը ասում է, կգա։ Չի փախնի ոչ միտեղ։ Գիտեք, այս երիտասարդը փախնում է։ Հիմա արդեն ոչ թե այս հարուստի ընտանիքն է արդեն նեղում այս աղբորը հոգևոր, այս սկսում են արդեն հանցագործ աշխարհի ներկայացուցիչները նեղել այս եղբորը։ Բա ինչ եղավ։ Բա ասում էր չի փախնի։ Բա տեսա դու ասիր չի փախնի, մենք հարգեցինք քո խոսքը եւ նա փախավ։ Հիմա այդ փողը դու կտաս։ Գիտեք, էսի միլիոնների բան եմ ասում ժողովուրդ ջան։ Միլիոններ։ Ես աղբեր ասում եմ, ոնց թե։ Ոնց ես կտամ, ես ձեզ դուք ինձ փող եք, թե ես ձեզ փող տամ։ Դու ես ասե, չի փախնի։ Գիտեք Աստծո խոսքը ինչ ասում։ Առակաց 11:15 Անշուշտ չարիք կհանդիպի, ով որ օտարին երաշխավոր կդառնա, բայց երաշխավորություն ատողը ապահով է։
ասում է անշուշտ չարիքի կհանդիպի, ով որ օտարին երաշխավոր դառնա, բայց երաշխավորություն ատողը ապահով է։ Գիտեք ժողովուրդ ջան, այս հոգևոր աղբերը ասել էր, թող էթա, խնդիր չի, էթա կաշխատի կգա կտա, ասել են դուք տեր եք, հա ու պետք է փախնի որ, արդեն հան դուրս ա գալի որ դու տեր ես։ Գիտեք հետո Առակաց 13-րդ համարը ուրիշ բան ասում։ Ասում է իր բերանը զսպողը կպահե իր հոգին։ Իր շրթունքները լայն բացանողը կործանում է իրեն համար։ Ժողովուրդ ջան, այդ հոգևոր եղբայրը, որ ընկել էր այդ ծուղակի մեջ, էդի ես էի։ Էդի ես էի։ Գիտեք ես ինչ ապրեցի մի քանի տարիներ առաջ։ Հոբի պես, հոբին էի հիշում, այդ պահերին ես հոբին էի հիշում։ Ասում էի, հոբը ասում էր, մորս արգանդը գերեզման լիներ ինձ համար։ Ես ասում էի, Աստված ջան, չէ որ ես իրանց ասեցի, որ ես հավատացյալ եմ, չէ որ ես իրանց ասեցի, որ Աստծո խոսքն ասում է պետքա երաշխավոր չլինես, չէ որ Աստված ասում է, Աստծո խոսքը դրա մասին բարձրացնում է, անգամ այդ իմանալով ես ընկա ծուղակը ժողովուրդ ջան։ Ես երբ որ ապաշխարեցի 20 տարի առաջ, ես անցա ճանապարհներ, եկա հասային մակարդակի, որ շատ հարձակումներ եղավ, համ իմ վրա, համ իմ ընտանիքիս վրա, բայց մի հետաքրքիր բան էր, գիտեք, այդ տարիները, այդ տարվա մեջ այդ օրերը, որ ես ապրեցի իմ ընտանիքիս հետ, գիտեք, հիշում էի, հիմա չեմ ըստ Ռում Փափանգյանը էր ինչ էր մի sense մաֆիոզի կար, ապաշխարած աղբեր էր, ես իա շատ շուտ նայում էի իա քարոզներին, ինքը ասում էր իմ Աստված, ես գետինը ճանգռելով ասում էի իմ Աստված դու ինձ լսելու ես, Աստված դու ինձ հանելու ես, անգամ ես գիտակցելով ընկել եմ մեղքի մեջ, բայց ես հավատում եմ, որ դու ինձ հանելու ես ըտուտ, որտեղ Տեր ես դրա հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել։ Ընդհանրապես կապ չեմ ունեցել։ Գիտեք, Աստված ինձ հանեց դրա մեջից։ Աստված ինձ հանեց, շատ մարդիկ էին խառնվել, շատ մարդիկ էին խառնվել։ Գիտեք ինձ ինչ ասին, ինձ մի բան ասին, մի արտահայտություն արին, ասին, սենց բան անհնարին է, որ դու պատկերացեք մտնես ջուրը, ասում է ու ջրից չոր հելնես, ասում է սենց բան անհնարին է։ Գիտեք, ես Աստծո վրա ավելի շատ սիրահարվեցի, ես Աստծո վրա ավելի շատ վստահել, որ Աստված հանեց, Աստված անես միջոցներից կարա հանի քեզի։ Գիտեք ինչա, որ վստահ ես, միայն վստահ ես Աստծուն, միայն հավատարիմ լինես Աստծուն։ Գիտեք, հոբը ինչ էր ապրում, բոլորս գիտենք հոբը ինչ էր ապրում, ինչ տանջանք էր ապրում, ամեն ինչ ուներ։ Եվ 4 օրվա ընթացքում ամեն բան կորցրեց։ Էլ բարեկամ էր գալի, էլ հարազատ էր գալի, հոբին էլ ինչ ասես ասում էին հոբին։ Հոբը շատ իմաստուն մարդ էլ եղել։ Գալիս էին այդ նստում էին, ասում հաճույք էին ստանում հոբի հետ խոսալու, բաներ էր սովորացնում, բայց ստե դուրս ա գալի այդ բարեկամները եկել էին ասում են դու լուր մնա, հոբ դու լուր մնա, դու մեզ լսի, քո ասածը մեզ արդեն ոչի բան է, էսի ճորն ես ընկե։ Հողը փոշում էր նստած հոբը, ոչի բան չուներ, 4 օր ընդամենը։ Գիտեք ինչ էր ապրում, ասում է մի պատգամավորը գալիս ասում էր հոբ, ասում է քո ունեցվածքի կեսը կայծակը տվեց, այս գազաներ եկան, գողացան, տարան, սենց բան, ասում է հլե ես մի պատգամավորը իա բերանը չէր փագե, հաջորդն է գալի, ասում է քո երեխեքը մնացին, շենքը փլվավ, մնացին ուրախություն էին անում, մնացին փլատակի տակ։ Էսի չեղավ անցավ երկրորդը, երրորդը, չորրորդը, այդ հիվանդությունները հոբի, մարմինը փդում էր,
Բայց գիտեք, Հոբի այդ հավատարմությունը, անգամ միան հավատարիմ կինը, ինչ էր ասում Հոբին, ասում էր ուրաքու Աստված, ասում անիծի, հայոյի քո Աստծուն գնա մերի։ Աստծու խոսելա ձևը տարբեր է ժողովուրդ ջան, շատ անգամ խոսալու մեջ չես գտնի որոշի բան, լռության մեջ ես գտնելու, հավատացեք, լռության մեջ է խոսքերը, մեկը իմ մոտ եղել է, ասում եմ, ժողովուրդ, պարզ ասում եմ, իմ մոտ եղել է, մեկը իմ հետ խոսացել է, ես իմ ձայնը բարձրացել եմ, որ իմ ձայնը լսվի, իմ հետ խոսացել են, ես ավելի բարձր եմ խոսացել, բայց հետո Աստված ասել է, լուր մնա, այսօր չենք թողում, մեր խոսակցությունով մարդկանց հոգնացնում ենք, ժողովուրդ ջան, լուր մնա, որ եղբայրասպան չլինես, մի հետարքիր բանա չէ, լուր մնա, որ եղբայրասպան չլինես, գիտեք, առաջի թագավորած գրքից կուզենամ կարդամ ժողովուրդ ջան, 26-րդ գլուխ, գիտեք, երբ որ Դավիթը փախած էր, փախտում էր, Սավողի երեսից փախտում էր, եկան կանգնեցին մի վայր, Դավիթը մի հազարապետ ընկեր ուներ, ու այս ընկերը մի արտահայտություն արեց Դավիթին, և Աբեսան Դավիթին ասաց, Աստված այսօր քո թշնամուն քո ձեռքը մատնեց, և հիմա թող ասում Նիզակով մեկ անգամից նրան զարկեմ գետինը և ասում հարվածս չկրկնեմ։ Ինչ ուժ ուներ Աբեսանը, մի հարված հերիք էր, որ կենդանի մարդուն, ասում մի հարվածս հերիք է, որ չկրկնեմ։ Բայց Դավիթ Աբեսային ասեց, մի սպանիր նրան, որովհետև ով կարող է ձեռք բարձրացնել Տիրոջ օծյալի վրա և անպարտ մնալ։ Լուր մնա, որ եղբայրասպան չլինես։ Գիտեք, Դավիթը ես նայում էր Սավողին, գիտեք ինչ էր տենում Սավողի վրա, օծությունը հարգել գիտեր Դավիթը, օծությունը գնահատել գիտեր Դավիթը, գիտեք եկեղեցիներում լինում է, օծված եղբայրներ, քույրեր, բայց մեկ է տենում ես, բախի ես չէ, որ ինքը, բախի իմ միջոցով չէ, որ իա միջոցով։ Ամեն բան անում ենք, որ մեր եղբորը ու մեր քրոջը գցենք։ Երեք Հովը մի հետարքիր բան ասեց, մենք ուժեղների, մեզի ուժեղներ են պետք։ Մեզի ուժեղներ են պետք։ Աբեսանը ասում մի հարված, ինչքան ուժեղ էր, մի հարվածը հերիք էր Սավողին, որ գետնից չվերկանա, ասեց, ով կարող է Տիրոջ օծյալի վրա ձեռք բարձրացնի, այսօր մենք տեսնում ենք, Հովիվն է, Հովի օգտականներն են, ավակներն են, ծառոյի խումբն է, փառաբանությունն է, կարգուկանոնն է, օծված են եղբայրները, քույրերը, այսօր գիտեք, մեր սրտում մի բան ենք բարձրացնում,
ոչ թե լավը կամենալը, այ ես իրա տեղել եմ, ես իմ տեղն է։ Քո տեղը մի բան կասեմ, սիրելի քույր եղբայրս, ես իմն էլ ասում եմ քո էդի ինձ էլ վերաբերում։ Մեր տեղը Աստծո ոտքերի տակ է։ Մատթեոս գրքի մեջ մի հետաքրքիր բան ասում է, երբ որ խոնարհվում ես, Աստված բարձրացնում է։ Ինչքան խոնարհվես, Աստված այդքան կբարձրացնի։ Աստված խոնարհների Աստված է։ Եկեղեցում բոլորի համար տեղ կա։ Հանկարծ չմտածեք, որ եկեղեցին հաշված մարդկանց համար է։ Չմտածեք, որ եկեղեցին 1-2 հոգու համար է, եկեղեցին բոլորի համար է։ Փառք Աստծո, ծառայությունները լիքն են, ծառայող տեղերը, ծառայողական տեղերը շատ են։ Եթե սրտումդ փափագ ունես ծառայելու, ծառայի, մենակ եղբայրասպան մի եղի, մի սպանի եղբորը տոցությունը, թո եղբայրը ծառայի, եթե շատ կպավերեք վա հովի ասած խոսքը, եթե տենում ես ուժեղա, թող քո կողքին ելնի։ Սիրելիներս, ես վերջերս գիտեք ինչ էի մտածում էի տարիքս հասել է։ Գիտեք, 5 ուխտում մի հատ տեղ կա, ասում է, երբ որ դառնում ես 50 տարեկան, ուրեմն ասում է տեղը ծիճի երիտասարդներին, բայց ասում է մի հեռացի, իրանց հետ տեղի, որ օգնես իրանք առաջ եթան։ Բայց հիմա մի հատ համար կկարդանք, որ Աստված ինչ ասում, բոլոր 50 պլյուս մեր քույր եղբայրներին։ Աստված մի հետաքրքիր խոսք ունի մեզ բոլորիս համար։ Գիտեք, Սաղմոս 92 13-14 համարները։ Շատ ուրախացա այս համարը, որ կարդացի, ասի ուրեմն Տերը լիքը գործ ունի հետս անելու։ Ասմա Տիրոջ տան մեջ տնկվածները, ով է Տիրոջ տան մեջ տնկված։ Գիտեք, նայեք, հիմա մի հատ լավ հայտնություն։ Ասմա Տիրոջ տան մեջ տնկվածները մեր Աստծո սրաններում կբնակվեն։ Հիշեք, այդ տնկված բառը հիշեք։ Եվ ասմա ծերության մեջ էլ պտուղ կբերեն, պարարտել և դալար կլինեն։ Ամեն։ Հիմա նայեք, ժողովուրդ ջան։ Հիմա, ասում կարդացինք Տիրոջ տան մեջ տնկվածները, չի ասում Տիրոջ տան մեջ պարկածները, դու պետք է տնկված լինես Տիրոջ տան մեջ, ծառը պարկած բերք չի տալի, ծառը անգնացա բերք տալի, ամեն, գիտեք ես իմ հայացու մեջ մի հետարքիր, հիմա եմ հիշում, իմ հարևաններս ծառներ ունեին, նոր ծառներ էին տնկած, և մի 10 տարեկան, 15 տարեկան, 7 տարեկան այսպես ծառներ, երբ որ բերքը տալիս էր, գիտեք, այսպես բերքը կախում էր, ինքան էր կախում, որ ճյուղերը ջարդվում էին, այսպես փեդեր էին դնում տակը։ Ես մի 70 տարեկան ծառ ունեի, բայց էլի բերք էր տալի։ Հետո ես հասկացա, մի անգամ սս խոստովանություն էի անում, հովը ասեց 120 տարի պիտի ապրես, ասեցի ամեն։ Խնդում եք, չէ, ապրելու եմ։ Ու միշտ բերք ենք բերելու Տիրոջը։ Ես հասկացա, որ Տերը բարձրացնում անկացին, Տերը խոնարհին է բարձրացնում։ Ամեն։ Պատրաստ ես բերք բերելու Տիրոջը։ Եկեք կանգնենք։ Եկեք կանգնենք Տիրոջ ներկայության առաջ։ Սիրելիներս, մի սկսենք աղոթքը մեր։ Մի բան եմ ուզում ասեմ։ Կա մարդ, որ առաջ անգամ է սենց նման եկեղեցում։
Տերը շատ օրհնի։ Խնդրեմ գաք առաջ ես եկիշտեմ